5-րդ ալիքը Լույս հիմնադրամի աջակցությամբ ներկայացնում է Բարի տեսություն, սիրելի բարեկամ։ Այսօրվա պատումները մեզ նորից բերելու են այն համոզման, որ խելամիտ գործն ու կշիռ ունեցող խոսքը ամենահաղթ են եւ առաջնորդող արժեքներ են։ Անել թվացող իրավիճակներում փորձություններին կարելի է հաղթել ոչ թե բախտի բերմանը հուսալով, այլ խելքով, փոխելով վարքը, խնայելով ուժը, ճանաչելով ունեցածիդ հնարավորությունը։ Իսկ բարեկամության ու շնորհակալության լեզուն դրամով չի չափվում, այլ մարդկային վերաբերմունքով է գնահատվում։ Ամեն ինչ կյանքում ունի իր գնահատման չափը։ Մարդու գինը իր շուրջը եղած մարդկանցով է արժևորվում, քանի ընկեր ու բարեկամ ունես, այնքան մարդ ես։ Սա է ուսուցանում Պլուպուղին իր զրույցներով։ Այս պատմությունների մեջ մեր կողմնացույցը նույնն է։ Ճանաչիր հողդ ու մարդկանց, որ գործդ արմատ ունենա, խոսքդ սիրտ լսնի։ Լսենք զրույցները։ Մինտար է կուղին ծորեն ավարում, բաղակցում ուր անտանը կողքեն, ծորեն արդեն ենայնում լայ ընելիս, բերգիր կարկոտակյան վերթակում, լող արդնտա պնվեր հավասարեցնում, բերքներ կրուպուչանում բաղեն, բարներ տապնվեր ածում։ Այս պուղին մնամայությունակար, բայց դավեր կնագը շատ ախովիշանում, ինքն էլ լհաս սորտ ատամ, վեչինչ, վնաս չողնակ ընեն, արդկյա այս տային հաց կտամ էր, բաղելներ բար կտան, ստիկ ենաչ։ Կյամա էմին տրնումներ մորոխնակյամ լող, խոտում, պուչոցնում, բերքներ շախկան ատամ։ Պուղին միներա կնգանը սորտը կինում, վնաս չողնակ ընեն, գեկյա այս տային կլիանակ։ Այս երրորդ տարենակյամ ճորակ վրդնա անգնում բաղը, սաղ ծառերը քչվում, արաշտեն արտնաչուրուցնում սրմը, տապանտիշ չկի։ Այս չորավ դանյումը պուղն վեջ արտանում, վեջ բաղեն է եշում, բուստանումը ոսպ կամ լոպի չի վարում, մենակ ճակնդեղ, կեզար պեղ կավարում, հանցու լող վաղեն տակին իմին, ուրան կլողներ, դինջ էտ կարկուտան ու արաշտան։ Էտ արին էլ ավժեղ կարկուտ Պուղն դյուր անտանը սրային վնակենում, կաղ ծիծաղում։ Էդ խետի շխկարա իստամ, հրիրա ես ծիծաղում, հանց կարկուտակյամ, հանց աշխատ կեզ վերջի եկացնի, էդ կեզ վերաբերում չի։ Աստուր դայում ծիծաղում, դե վերթի վերթա կողա, ամեն օր ռածր տանմակ ծիվնացում, թատղայամ ինդերկյա վաղին տական բերք ստամ, սյունը եկ մինել պատինք, հարս չկամ։ Պուղինը ғենի պտաղումա դանին, ադամ տական կխան թողնումա, բայց պուղին պեն չի հասկան, ադամ զիրուց ավելի ատիժեցնում։ Ադամ, են աստվածը գիմ չուհինչ սասում, պասանի մտնիմ դյուքանը, մոսունը էտ մի երկու կևաթել ես թողան, հանցի լիզի կլոխն գնինք։ Ադամ մինչ ողջուստա կրկատում, պուղուն հետ են։ Պուղին ոսմա հաղթա, ադամը հկրակումա։ Պուղի, պահամ ոչը էդվերորվա հրևաներն, ավելի լավ չի, ամարասա թութուն բաղա պերած, քաշած թութու արախտած, խազարիներում լիվոթու նրա, թո ինքը մի կյարնը մորդ է, յորոն ինքնինք սխտորասեն, տնջուրն տակեն խմինք մեր վաղուճիրին կենացն։ Աթաղվածը, բազի մարդնել ասում ադամը խվչոն է, սովոնի մաստունի խվք հենա կխում, պակեպանով կրաժարվեն։ Խոխեք, Պլուպուղու ես զվարջապատումներ անես անգամ ինչ դասը կաղալ։ Ես հասկացան վեր բարին բարությամբ է ետ տրնում։ Բա Վիկտորը։ Ես հասկացան վեր հաղթում է համբերությունը խողքը։ Ու մունք պիտի պահենք Պլուպուղու չափը, գործավ համբերատար, խոսքավ, սրտաբուխ ու արժանապատիվ։ Զրուցումը շատ թանկ, հարազատ անուններ է հնչալ։ Ինչի մասիք խոսալ հիշում եք։ Հա տնջրի ստորաշեն կողքի։ Հա, տեղ վեշ թամենակ դուքը քլալ, այլ աշխարի տարբեր ծերերից եկալն,
տեսալ մեր տնջերին, նկարվալ ու տարալ աշխարհին նշանց տվալ։ Այո, Սխտորաշենը Մարտունու շրջանի գյուղ է։ Գտնվում է Մարտունու շրջկենտրոնից 32 կիլոմետր դեպի հարավ-արևմուտք, Մավաս սարի հարավային ստորոտում։ Գյուղի անվանումը կապ չունի Սխտոր բույսի հետ։ Ըստ ավանդության գյուղը եղել է շահի ամառանոց նստավայրը եւ անվանումն էլ առաջացել է Շահ Դուրան շեն, շահի կանգ առնելու գյուղ կապակցությունից։ Սխտորաշենի տարածքում գտնվող բազմադարյան մեր սոսին հաստատում է, որ գյուղը հայի տունն ու օրանն էր միշտ։ Սխտորաշենի փառքը բազմապատկողը հենց մեր սոսին է։ Մենք ասում էինք մեր տնջերեն։ Նա մեր հողի հիշողությունն է, որն ընդունել ու ճանապարհել է բազում դարեր, տեսել պատերազմներ, խաղաղություն ու փառք։ Նրա տերևները դարավոր հանդիպումների ու սերունդների կյանքի ու պայքարի վկաներն են։ 2040 երկար ու ձիգ տարիների վկաները։ Նրա յուրաքանչյուր ճյուղից լույս էր ճառագում ու ճշմարտության լույսն է դա։ Նախնիների ապրածի պատմությունն է դա։ Նրանք շրշում են ամեն օր, պատմում ու պատմում, որ օդը ներծծվի ճշմարտությամբ, մինչև տուն դառնա տանտերը։ Այդ շրշյունները կարոտում են հարազատ մարդկանց, որոնք ապրել ու կյանք են տվել ծառին։ Իրենց ապրածով բյուր պատումներ հյուսել ու հիմա հեռու են։ Պիտի վերադառնան, որ այդ ճշմարտությունը նորից տեր ունենա։ Ասում են Տիգրան Մեծն է տնկել մեր տնջերեն։ Նա հայոց հողում 15 նահանգներում սոսու 15 տնկի էր պահտվել։ Արցախինն է, որ ապրում է մինչ այսօր։ Այդ նրա մեծ սոսու սաղարթներում մեր մեծերի օրհնությունն է պահտրված։ Մեսրոպ Մաշտոցի, Խորենացու, Սայաթ Նովայի, Ռաֆու ու բոլոր նրանց օրհնանքները, ովքեր թիկնել են այդտեղ ու խմել ծառի արմատները սնող այն կարկաչ աղբյուրից։ Իսկ սոսու հայացքում մեր լույս գրերն են, մեր այբն ու բենն է, որ կարոտի ղողանջ են այսօր։ Քանի դեռ ապրում է այդ կանչը մեր հոգում, բախտի մրցույթը մեր կողմն է դառնալու, տանտերը տուն է վերադառնալու եւ տունը նորից լցվելու է լույսով, իսկ ճշմարտության շրշյունը դադարելու է կարոտելուց։ Պենդ կացեք, տեմպ կացեք։